Բարև ձեզ։ Մի քանի թեմաներ եք առանձնացրել, երևի կարծում ճիշտ է սկսել երեկվա օրվանից, երեք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օրն էր։ Առաջին օրը ավանդույթի համաձայն ջահելով երթը, այդպես Թուրքիայի դրոշը եւ իհարկե մենք տեսանք Ադրբեջանի ագրեի վայնասունը, ինքն էլ Նիկոլ Փաշինյանը շտապեց, ասել, որ դա սադրանք է, որի կրողի իրենք չեն։ Այս ամենը խնդրեմ ձեր տեսակետը եւ նաեւ հետո ինչ թեմաներ եք առանձնացրել։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, հետևորդներ։ Նախ եւ առաջ խոսենք ցեղասպանությունից։ Մենք բոլորս գիտենք, որ հայոց ցեղասպանությունը մեզ համար կարմիր գիծ է եւ հայոց ցեղասպանության համար պահանջատեր պետք է լինի յուրաքանչյուր հայ։ Մենք բոլորս կարծում եմ եւ վստահ եմ չկա մի հայ, որ չունի մի նախնի, ով ցեղասպանության զոհ է դարձել, չունի մի բարեկամ, եւ այս ամենը ուրանալ, այս ամենը կասկածի տակ դնել, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դրանք արել են թուրքերը եւ ադրբեջանցիները, աշխարհում որևէ ազգ ես չեմ ճանաչում, որ ցեղասպանության հարցը կասկածի տակ դնի։ Հիմա ինչա տեղի ունենում։ Ուրեմն մենք կհիշենք Նիկոլ Փաշինյանից առաջ, երբ մեծ աշխատանք էր տարվում, որպեսզի հայոց ցեղասպանությունը ճանաչում ստանա ամբողջ աշխարհով, որպեսզի թուրքերը պատասխանատվություն կրեն իրենց ոճրագործությունների համար, որպեսզի կանխվի ցեղասպանությունների նախադեպը, նախ եւ առաջ պետք է որ ցեղասպանություն կատարող կողմը ընդունի իր կատարած ոճրագործությունը, ինչի համար Հայաստանի իշխանությունները միջև Նիկոլ Փաշինյանի գալը մեծ աշխատանք են տարել, այնպիսի երկրներ են ճանաչել ցեղասպանությունը, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը, Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Ուրուգվայը եւ շատ այլ պետություններ, միջազգային եկեղեցական ամենաբարձր կառույցներից մեկը, Եվրոպական միությունը, այսինքն հայոց ցեղասպանության ճանաչման համար մի այնպիսի գործընթաց է տարվել, որ դա ժխտելը, վաղեմության ժամկետին հղում անելը կամ դա կասկածի տակ դնելը ինքնին ամոթ է արդեն ոչ միայն հայի համար, այլ ցանկացած երկրի ներկայացուցիչի համար, որովհետև ցեղասպանությունը դա անբեկանելի փաստ է, ոճրագործություն, որը իրագործել են թուրքերը։ Հիմա ինչա տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության, օրինակ չի արտաբերում ցեղասպանություն բառը, եթե նկատել եք։ Օրինակ հիշում եք, մենք նախկին տարիներին մեծ սպասումով խոսում էինք, քննարկում էինք, թե ԱՄՆ-ի նախագահ Բայդենը, Թրամփը, Օբաման ինչպես կարտաբերեն այդ երևույթը, կասեն ցեղասպանություն, թե ոչ, ամեն տարի նրանք ասում էին ջարդեր, տեղահանություններ, Թրամփը ասեց մեծ եղեռն, բայց ցեղասպանություն բառը ոչ ոք չէր ասում։ Հիմա ինչ նախադեպ ունենք։ Նիկոլ Փաշինյանը 3 չի արտաբերել ցեղասպանություն բառը։ Եվ Նիկոլ Փաշինյանի թեզերը անցած ամիսների ցեղասպանության հետ կապված շատ վտանգավոր են հայ ժողովրդի ինքնության համար, պահանջատեր լինելու համար, մեր կարմիր գծերից չշեղվելու համար, որովհետև Նիկոլ Փաշինյանը նայեք ինչ ասում է, արդյոք մենք ճիշտ գիտենք ինչպես է եղել ցեղասպանությունը, եղել է թե ոչ, մեղադրում է Նիկոլը հայ ժողովրդին, նույնիսկ Էրդողանը այդպիսի բան չի արել, ասենք 3-4 տարին վերջին Էրդողանը ու ոչ միայն 3-4 տարին ցեղասպանություն բառը չի ասում, բայց ասում է, որ այդ մարդկանց տեղահանելու խնդիրները հայերի հետ, այդ ջարդերը, այս կողմ, այն կողմ պետքա լուծել, երկու ժողովուրդների մեջ թշնամություն չլինի, կարգավորվի հարաբերությունները, այսինքն կառուցողական դաշտ է դեպի տանում միշտ, որպեսզի այդ թեմայով այնքան սխալ են իրանք ու այնքան բացահայտված է այդ փաստը, որ չի կարում ասի չի եղել, հիմա իջևանցի մի հատ Նիկոլ, մի հատ երևույթ, եկել է Երևան, դարել է երկրի վարչապետ ու մեր բոլորի պատմությունը ուզում է կեղծել, ասում է հարց է դա ցեղասպանություն եղել է թե ոչ, պետքա քննվեն ինչ իրավիճակներում, այսինքն եթե ինչ-որ բան պետքա քննես, նշանակում է դու դա կասկածի տակ ես դնում եւ լինելով Հայաստանի Հանրապետության ղեկավար
Կասկածի տակ դնելով ցեղասպանությունը եւ որոշելով այն քննել, դա նշանակում է, որ դու թուրքից թուրք ես։ Այսինքն ինչը քննես։ Դու ցեղասպանության թանգարանը մտել ես, Նիկոլ։ Դու տեսել ես պատերի վրա այն փաստերը, այն նկարները, այն մանուկների գանգերը 2-3 տարեկան, որ ցեղասպանության թանգարանում պատկերված է։ Դու տեսել ես այն հղի կանանց, որոնց փորի մեջից թրերով երեխեքին հայ հանել են թուրքերը ու սպանել են։ Դու տեսել ես այն տատիկ պապիկներին, որ դերձորի անապատում ջուր չեն տվել, սովամահ են արել, գցել են գետը, ողջ թաղել են։ Դու տեղյակ ես, որ ապրիլի 24-ը ինչի է ցեղասպանության օր ընտրվել, հոմ 1.5 միլիոն հայի հետ օրը չեն կոտորել, ապրիլի 24-ը ընտրվել է ցեղասպանության օր, որովհետև Թուրքիայի Օսմանյան կայսրության ցեղասպան իշխանությունը այդ օրը հայ մտավորականներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին, նկարիչներին, արվեստագետներին, բարձր խավին 300-ից 400 հոգի կոտորելա, ցեղասպանելա, Կոմիտասը դա տեսնելով գժվելա, խելագարվելա ու դու ցեղասպանության փաստը կասկածի տակ ես դնում։ Դե հիմա ոնց էլի ուղի եթերով չասես այն մարդով, որ ցեղասպանությունը կասկածի տակ է դնում եղածը շան տղա է, ոնց չասես, դա կլինի Նիկոլ, դա կլինի Աննա, դա կլինի Պողոս, Պետրոս թե Մարտիրոս։ Բա շան տղություն չի, այն ոճրագործությունը, որ քո ժողովրդի հանդեպ թշնամի պետությունը արել է։ Քիչ է դու դրա համար պահանջատեր չես, մի հատ էլ կասկածի տակ ես դնում, ասում ես քննենք։ Ասում ես Ռուսաստանի ռուսական ցարական իշխանություններն են մեզ համոզել, որ ցեղասպանություն է եղել, որ իրենց խնդիրները լուծեն։ Բա լավ, դու դիվանագետ մարդ քեզնից հեռու։ Դու երկրի ղեկավար մարդ։ Դու չգիտես, որ նմանատիպ հարցերը ցանկացած պետություն իր շահերից բխելով անում։ Բա հիմա ուզում ես ասես, որ Ուրուգվայը ցեղասպանությունը ընդունել է 1916 թվականին, 17 թվականին։ Տենց հայերի գեն կար ուրուգվայցիների մեջ, կամ սահմանակից պետություններ էինք իրար հետ ոչխարների առևտուր էինք անում, մեր խաթր ցեղասպանությունը ընդունեց այդ ժամանակներում։ Կամ ասենք, օրինակ Ֆրանսիան, որ ընդունել է հայոց ցեղասպանությունը, մեր սիրուն աշկերի համար է ընդունել, կամ տենց ցեղասպանվածների մասին է մտածել, որ ընդունել, հարաբերությունները լավացնելու կամ ինչ-որ շահ հետապնդելուց չի ընդունել, կամ որ Օբաման ասում էր մեծ եղերնը պետքա դատապարտվի, պետքա թուրքերը պատասխան տեն, մեր հայերի համար է արել, էլի ոչ թե որ թուրքերին կզծնի այդ պահին, որ իրան պետքա։ Դու նենց աբսուրդ բաներ ես ասում, ու ասում ես, որ մեզ դրա համար, կամ Ղարաբաղի հարցը մեկը, ասում ես Ռուսաստանի Դաշնությունը, ցարական Ռուսաստանը մեզ միշտ պահում է Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ, որպեսզի տարածաշրջանում Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարց լինի, որ մենք ներքաշված լինենք պատերազմի մեջ, որ մեզ կարանան կզծնեն այս կողմ, դրա համար քո կարճ խելքով այդ անասունի Ղարաբաղը բռնեցիր, հանձնեցիր թուրքերին, որ քո կարծիքով դու պրծար այդ թեմաներից, որ էլ կախում չունես ոչ մի երկրից։ Սակայն ինչ տարբերություն դու Ռուսաստանից կախում ունես, թե ավելի այնպիսի երկրներից, որոնցից կարա ավելի մեծ վտանգ գա։ Հիմա անցնեմ քո խաղաղությանն, էլի ես ցեղասպանությունից ենք խոսում, խաղաղությունից, Արցախից իրար հետ ուղիղ կապ ունեցող բաներ են, որ ասում ես ես խաղաղություն եմ բերել։ Նախ դու խաղաղություն ես բերել մի մարդով, ով ամբողջ աշխարհում պատերազմներ է սկսել, Թրամփով, չէ՞, Թրամփի ուղի ես բացելու, կամ չգիտեմ, ասում ես, որ տարածաշրջանում մենք սրանից ավել երաշխիք չենք կարող ունենանք, որ խաղաղ ապրենք։ Ես չլնեմ պատերազմ ալնել։ Ու դա ասում է մի մարդ, որ եկել է Ղարաբաղի պատերազմը հրահրել։ Տավուշյան պատերազմներ է իրակ օրոք եղել։ Արցախյան պատերազմից հետո մի հատ մեր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից են հողեր օկուպացրել։ Դրանից հետո ամբողջությամբ Արցախն են օկուպացրել։ 4-5 պատերազմ ես բերել։ Այդքան մարդու գլուխ ես կերել, ասում ես ես որ չլնեմ պատերազմ ալնելու։ Ոնց որ ամբարոյական, ասենք մեղադրի մի հատ ուրիշ ամբարոյականի, ամբարոյականություն անելու մեջ ու իրան ցույց տա առաքինի անznավորություն, սենց ադաթով տան
չգիտեմ, աղջկա, ասես ցույց տա ու քննադատի դեմինին, ասի այ որ ինչ չընտրեք, ձեր տունը կքանդվի, որ նրան դեգենե աշկը դու սնգած է էսի։ Մանեկողը, բայց սաղ իմանան, որ ինքը ախպեր ջան, անբարոյական է։ Դե այդ իր արյան մեջ այ դու այդ անբարոյականն ես։ Արա, բերել ես 5 հատ պատերազմ այս ժողովրդի վրա։ 30 տարի խաղաղ ապրել ենք, 30 տարի գլուխներս բարձր ապրել ենք, պատվով ապրել ենք, մի հատ զոհ ենք ունեցել, 3-ը իրանք են ունեցել, պատասխանը տվել ենք, ասում է ինձ որ չընտրեք ախպեր, պատերազմը հալելու վերջ։ Կամ, որ ասում ես խաղաղություն եմ բերել, բա որ դու մեռար ասենք, գնաց իր ընկավ մի հատ գլխիդ քար ընկավ մեռար, պատահական։ Ինչ, պետք է մենք խաղաղ, բայ ում է պետք է որ դու խաղաղություն ես ստորագրում, քո անձնական շահերից ելնելով, եղբայր, սա խաղաղություն չի, սա նշանակում է դու այդ երկրի ագենտ ես, քեզ պահում ես տե իշխանության, որի դիմաց պատերազմ չեն անում, դու իրանց ուզածը անում ես, չէ՞, այսինքն եթե քեզնով է խաղաղությունը պայմանավորված, ոչ թե ժողովուրդների իշխանությունների միջև կնքած պայմանագրերի եւ համաձայնությունների հիման վրա, նշանակում է դու նշանակված ես Թուրքիայի կողմից Հայաստանի վարչապետ, դրա համար որ դու չլինես երկրի ղեկավար, այս իշխանությունները եկող չեն անելու այն ինչ որ Թուրքիան ուզում է եւ մեր դեմ պատերազմ են սկսելու ըստ քեզ, բայց մենք տեսել ենք որ նախկինում պատերազմ երբեք չի սկսվել, այնպիսի մասշտաբային բաներ չեն եղել, ինչ որ եղել են քո օրոք, այսպիսի աղետալի վիճակում մենք երբեք չենք եղել, դու քրոնիկ խաբեբա ես։ Ասենք առաջ այդ խաղաղության թեմայով, դու մի մարդու անունով ես խաղաղություն բերել Հայաստան, ըստ քեզ, ով, ասենք, երկրների նախագահների է փախցնում իրանց տներից, ով խաղաղ ժողովուրդների է ռմբակոծում, մասնավորապես Իրանին, եւ դու Թրամփի ուղի ես տալու, բացելու տալու թուրքերին, Իրանի քթի տակ, ով մինչ օրս Ամերիկայի ոչ մի պահանջ չի կատարել, շատ սիրուն դիմակայում է ամերիկացիների սադրանքներին եւ կանգուն հողի վրա իր պայքարը տանում է առաջ, իր պետության ու ժողովրդի շահերը տանում է առաջ եւ այստեղ դու ունենալու ես խնդիրներ։ Եվ հետո մի բան էլ ասեմ, եթե դուք ասում եք, որ Ռուսաստանի Դաշնության հետ մենք խաղաղ չենք բանեսկո մենկոմ, աշխարհում կան երկու բլոկներ, ճիշտ է։ Կա հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ՀԱՊԿ, որտեղ բազմաթիվ երկրներ կան եւ իրար հետ ռազմական դաշինքի մեջ են։ Հիմա եւ կա ՆԱՏՕ-ն, որը Հյուսիսատլանտյան դաշինքն է, Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, եվրոպական պետություններն են, Թուրքիան է եւ այլն եւ այլն։ Հիմա երբ ՆԱՏՕ-ի պետություններից ինչ որ մեկը եւ հրահրողը միշտ ԱՄՆ-ն ալնում, պատերազմ ալնում, ՆԱՏՕ-ն հորդորում է եվրոպական անդամ բոլոր պետություններին խառնվել այդ պատերազմի մեջ, ներքաշվել։ Օրինակ հիմա Իրանի հետ պատերազմա, չէ՞։ Ընդ ֆրանսիացիներին ասում է Թրամփը ձեր Շարլ դե Գոլ նավատորմը հանեք, բերեք Հորմուզի նեղուց, իսպանացիներին ասում է ձեր տարածքները տվեք, որ իմ սամալյոտները թռնեն ըտեից, չգիտեմ, գերմանացիներին ու իտալացիներին ասում է ձեր ցամաքային զորքը առաջին պատրաստակամության աստիճանի բերեք, նավերով եկեք մեզ օգնեք, չէ՞, ներքաշում է, չէ՞, այդ պետություններին պատերազմի մեջ։ Հիմա ձեզ վառ օրինակ, Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ։ ՀԱՊԿ որ երկրին է Ռուսաստանը ստիպել մտնեն պատերազմի մեջ, նույնիսկ արա Բելարուսը, որ միութենական պետության կազմի մեջ է, Ռուսաստան ու Բելարուս պետություն է։ Արասկի Բելարուսին չի ներքաշը պատերազմի մեջ։ Հետևաբար, եթե աշխարհում կան երկու քաղաքական բլոկներ, ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ, եւ այդ երկու քաղաքական բլոկների հայրերը կոպիտ ասած, որ պատերազմի մեջ են մտնում այս կամ այն պետության հետ, օրինակ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի անդամ պետություններին ստիպողաբար չի ներքաշում պատերազմի մեջ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները մասնավորապես ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետություններին պարտադրում է ներքաշվել պատերազմի մեջ այն պետության դեմ, որի հետ պատերազմ անում է այդ պահին ԱՄՆ-ն։ Էս էլ ձեր բերած խաղաղությունը բլոկներով, խնձորներով բացատրեցի, որ նույնիսկ Նիկոլի բերած խաղաղությունը այդտեղ արժանահավատ չի։ Էլ ուրիշ ձեզ ոնց բացատրենք։ Անցնենք առաջ, խոսենք երեկվա ցեղասպանության
այդ ջայրով երթից նախ եւ առաջ ջայրով երթը դա ավանդական դարձած մեր ժողովրդի, մեր ազգի պահանջատիրական մոտեցումն է ցեղասպանությունից մի օր առաջ, որ մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ երբեք չենք մոռանալու այն ոճրագործությունը, որը թուրքերը կատարել են մեր նախնիների նկատմամբ։ Եթե այն պետությունը, որը մեզ ցեղասպանել է, իր դրոշը հրապարակում այրում են երիտասարդները, դուք դրա մեջ վատ բան եք տեսնում։ Օրինակ Նիկոլ Բա դու չես տենում, որ Ալիևը Արցախում իր նախագահական շենք մտնելուց Արցախի դրոշը պոլիշոր է սարքել, վրով անցնում, սենց ոտերը սրբում, ուրեմն ես թքեմ այտենց մարդու վրա, ով որ Արցախի կամ Հայաստանի դրոշը կպղծի, իրանք բոլորը պատասխան են տալու, իրանց կյանքով, իրանց գործունեությամբ, կլինի դա թուրք, կլինի դա ադրբեջանցի, ոչ ոք իմ երկրի դրոշը չի կարա պղծի, ու դու այնքան թուլամորթ թուլ ղեկավար ես, այնքան թուլ տղա ես, այնքան կզած ես, այնքան թուրքասեր ես, այնքան թուրքի եղբայր ես, այնքան թուրքի ագենտ ես, արա որ քո հողի, քո ջրի, քեզնից օկուպացրած երկրի դրոշը գցում են ոտի տակ, սրբում են իրանց կեղտոտ թուրքական արունոտ ոտերը մեր դրոշի վրա, դու դրանից չես խոսում։ Արա դու այնքան հայ չես, որ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամորթ տաճարը թուրքերը վանդալիզմի են ենթարկել, արա այդ հրաշք, արա այդ մեր հավատքի, արա չեմ կարող ասեմ համախմբման կենտրոնի եկեղեցին, արա Ստեփանակերտի արա սարքել են, գոմ են սարքել, չգիտեմ, պատերը քանդել են, ռադարով նայում ես, էլ այդ եկեղեցին չկա, լրագրողի հարցին ասում ես, ես այդ հարցը միջազգային քննարկման ենթակա չեմ սարքելու, այսինքն թքած ունեմ էլի եկեղեցիա, արա ու դու իր արա եկեղեցու մաքրման աշխատանքներ տանում, հայ առաքելական սուրբ, եկեղեցու շահերն է իր արա պաշտպանում, դու իր արա վեհափառին ու մեր եկեղեցուն ասում եկեղեցիները սարքել եք չուլեր, գոմեր, եկեղեցիներում չգիտեմ բաներ եք դնում տեսքը, արա քո եկեղեցին հայ առաքելական սուրբ եկեղեցու, քո ասած եղբայրներում այդ խաղաղության ես ուզում գնաս, Ստեփանակերտում պղծել են, արա Ղազանչեցոցը պղծել են, փագել են, գոնե պատմամշակութային տարածք չեն պահում, գոնե մշակութային ցեղասպանություն են անում մեր նկատմամբ։ Դու արա ոնց ես ասում, ես եկեղեցի բարենորոքող եմ, ես այդ հարցը միջաբերեմ, դու քեզնից ինչ հայ արա, քեզնից ինչ քրիստոնյա, քեզնից ինչ եկեղեցի փրկող, քեզնից ինչ ղեկավար, քեզնից ինչ պահանջատեր լինող մարդ, դու вообще ով ես, ոնց կարաս դու հայ ազգի կամ հայ ժողովրդի շահերից ինչ որ բան ասես կամ խոսաս, դու բացահայտված սրիկա ես, ով Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու արյան թշնամին է, դու արունով թշնամի ես այս ժողովրդին, դու չես կարա հայ լինես, ինձ որ երկնքից իշնեն ապացուցեն է, որ դու հայ ես, ես չեմ հավատա, որովհետև հայը երբեք չի կարա քո նման հակահայ լինի, երբեք բացառվում է, դու չես կարող հայ լինել, անցնենք առաջ, ձեր այդ քո ու Աննայի հարաբերություններից մի քիչ դնենք վերցնենք ժողովրդի լեզվով ասած խոսենք էլի այդ կապիկությունը որ արեցիք այդ կնիկդ որ ասեց ես թողնում եմ ամբողջ հարստությունը զարդերը կառավարական ամառանոցում ես գնում եմ սիրելիս բանը սենց ինչ որ սրտաճմլիկ տեսարաններ սարքեցիք այս ժողովրդի մոտ այդ ինչի համար էր բա որ դուք հրաժարվել եք կառավարական առանձնատներից, հրաժարվել եք ախրանիկներով մանգալուց, բա այդ եկվա ցեղասպանության առիթով ծիծեռնակաբերդ Աննա Հակոբյանի գնալուց խեր 14-15 պապածա աշխատող հետևը պահելով տանում բերում սկի լրագրողները չէին կարող հարց տային։ Նայեք, խափեպա եք դուք, խափեցիք, չէ՞։ Ժողովրդին էլի խափեցիք, չէ՞, ոնց որ ցանկացած բան։ Սիրելի հայրենակիցներ, նայեք Այն մարդիկ, ովքեր Նիկոլին պաշտպանում են, ովքեր ուզում են Նիկոլին դրեն, այս մարդը
նույնիսկ սեփական կնոջ, սեփական երեխաների, սեփական անձնականը իր աթոռը պահելու ու իր PR-ի համար պատրաստ է դնի ծիծաղի առարկա սարքի, պատրաստ է դնի այսենց քննարկման առարկա սարքի մեր նման քաղաքական գործիչների բերանը լեզու դնի ու այս անձնավորությունը խափելու հետ մեծ սեր ունի։ Նիկոլը եւ Սուտը ամուսնացած են իրար հետ, հասկանում եք, եւ Նիկոլից ու Ստից ծնվել է այն արհավիրքը, որը որ մենք ամեն օր մեր մաշկի վրա զգում ենք։ Մենք ամեն օր զգալու ենք եւ մենք կործանվելու ենք, եթե ամսի 7-ին Նիկոլ Փաշինյանը նորից նստի այն աթոռի վրա, որի վրա հիմա սոսնձով իր հետևը կլեած նստած է։ Այ մենք կործանվելու ենք ամբողջ ազգով։ Անցնեմ Նիկոլ Փաշինյանի այդ Սասուն Միքայելյանին, որ ասում էր Իմ վարչապետ ամենալավ քաղաքականությունն է տանում, այդ լեզվով է խոսում, ասեն զզվելի էլի, որ երևում է էլի, որ ոչ թե այդ լեզվով խոսացողների դեմ բան ունեմ, այլ անկիրթ էլի անմակարդակ էլի, ասենք իր պատերազմական ընկերների արունը ուրացած, Վազգեն Սպարապետի արունը ուրացած, Ղարաբաղի հողը ազատագրած ուրացած, Մոնթեին ուրացած, Դուշմանին ուրացած, Ասկոլկային ուրացած տղա։ Դու ինչով ես հպարտանում քո վարչապետի արտաքին քաղաքականությամբ։ Արա կամ դու մոտիկից մի հատիկ արտաքին քաղաքականության հետ կապ ունեցող գրքի առաջի էջ կարդացել ես, դու Մաքիավելի, Կիսինջեր, չգիտեմ, ինչ որ բան արա դու կարդացել ես, ասենք մեր դեսպանատները ինչ աշխատանք են կատարել նախկինում ու հիմա արտ երկրներում։ Դու գիտես ինչա արտաքին քաղաքականությունը, դու գիտես ինչա դիվանագիտությունը, որ ասում ես մեր վարչապետի վարած արտաքին քաղաքականությունը իդեալական է։ Ինչն է իդեալական արա, որ գնում ենք Վոլգոգրադում ցեղասպանությունից ու Արցախից ենք խոսում, տարբեր երկրների ներկայացուցիչները ասում են, բայց խի եք դուք տենց բաներից խոսում են, ձեր երկրի ղեկավարը ոնց որ հարմարվել է, ոնց որ ցեղասպանություն չի եղել, ինձ գերմանացի նախկին падգամավոր էր ասում էր, դուք եք ցեղասպանությունից խոսում, ձեր երկրի առաջնորդը ոնց որ կասկածի տակ է դնում այդ փաստը։ Արա այս սրիկաներ Այս արտաքին քաղաքականությունով եք հպարտանում, որ հայը աշխարհի ցանկացած կետում գլուխը կախում է, ուզի թե չուզի, հայրենասեր լինի թե չլինի, երկրի խնդիրները ինքը իր համար բարձրաձայնի թե չբարձրաձայնի, կամ ես չէի որոշել դրանից խոսամ, բայց հիշեցի Արտուր Աբրահամին, պետքա իրանից էլ անպայման խոսամ, ուրեմն դու չեմպիոն տղա, դու Հայաստանի Հանրապետության դրոշը բազմիցս բարձրացրած տղա, Արտուր, արժեր արա քո անունը տայր խառներ ցեխերի հետ, ինչ հատ է ներքին չարբախում, հայրենիք ծախած անձնավորությունը ընտրություններին ընթառաջ, քո անունով մարզադպրոց է բացում։ Խի դու արային տղեր ես, որ 2 կոպեկ փող չունեիր, որ մարզադպրոց բացեիր, կամ 10 հատ ծառ տնգեիր արա քո հայաթի ժողովրդի համար, դու այդ տղեն ես, գնացել ես արա այդ հզոր աշխարհի չեմպիոն տղա ես, արա սաղ աշխարհը քեզ ուժեղ գիտի, հզոր գիտի, գնացել մկան պես կայնել ես դրա դեմը ասում ես շատ շնորհակալ, ինչի համար ես արա շնորհակալ, 5000 տղու հողի մեջ դնելու համար ես շնորհակալ, սրբազաններին ԱԱԾ-ները գցելու համար ես շնորհակալ, Արցախի նախագահներին Բաքվում գերության տալու համար ես արա շնորհակալ, ինչի համար ես շնորհակալ, հղի կնոջը մեքենայի տակ գցելու համար ես շնորհակալ, մեր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները Թուրքին նվիրելու համար ես շնորհակալ, թքեմ են մարդու երեսին, ով որ Նիկոլից շնորհակալ է, ես էլ դե ուրեմն պատասխանը ձեզ տամ, կլինեք աշխարհի չեմպիոն, կլինեք Եվրոպայի չեմպիոն, թե օլիմպիական չեմպիոն, ստե այն մարդն է չեմպիոն, ով որ ԱԱԾ-ում նստած է իր սրբազան հալով, ով որ բանտերում նստած է, ով որ գնացել Արցախի համար կռվել ու զոհվել է, այդ մարդիկ են չեմպիոնները, դուք չեմպիոն չեք, դուք պրոստը ֆիզիկապես ուժեղ տղեկ եք, որ բախտներդ բերելակ կարե չեմպիոն եք դարել, բայց դուք հոգով Թուրքիա առաջ կզածին հետև մտնող տղեկ եք արա, դուք չեմպիոն լինելուց հեռու տղա եք, մի հատ էլ դրել են այդ նիկոլականները Facebook-ում էս Արտուր Աբրահամի նկարն են դրել, բռնե դրել են լավ տղու են, Հենոյի հետ են համեմատում, ասում են պետք է Հենոյի պես չգար Հայաստան, արա Հենոն, այնքան բան ունի ես երկրի, ես դրոշի համար արած, ոչ մեկը չհամարձակվեք Հենոյից խոսակ, դուք այնքան տականք եք այդ Մելիք Սեթյանով, բանով, ֆեդերացիայի նախագահով, որ
մեր ազգի, մեր ֆուտբոլի, մեր սպորտի անունը բարձր տղու պահող մորը, ով ֆեդերացիայում էր աշխատում, եկաք ու գործից հանեցիք, ինչա թե Ռուբեն Հայրապետյանի Սանիկն է Հենրիկ Մխիթարյանը։ Դուք այդքան տականք մարդիկ եք։ Իսկ ինչ վերաբերվում այն չեմպիոններին, ովքեր Նիկոլին հետև են մտնում, իմ համար շատ ցավալի է, բայց ես զզվանք եմ արդեն այդ մարդկանց նկատմամբ ապրում։ Ոչ այդ ձեր բարձրացած գավաթներն էլ մեր աչքին գալի, ոչ էլ մեր երկրի դրոշնա գալի, որտեվ Արտուր, երբ որ դու Գերմանիայում, Բերլինում, Կայզերսլաուտերնում, Համբուրգում, Հանզայում, որ դրոշը մեր բարձրացնում է իր չեմպիոն դառնալուց, այդ դրոշը հիմա Թուրքի ղեկավարը Ալիևը սրբում է այդ դրոշի վրա ոտերը մտնում է իր նախագահական ու այդ դրա հեղինակին դու ասում ես շատ շնորհակալ եմ պարոն վարչապետ դե գնա մի հատ էլ փաթաթվի պաչի իրար հետ շնորհակալ ապրեք ինչ ասեմ ես քո նման տղուն հունից դուրս եմ գալիս sense բաներից խոսալուց բայց ոնց դուրս չգաս որ քո ազգի դրոշը օրներգը բարձր պահած մարդը արա գնում է Սաղ աշխարհի առաջ կզած մարդուն ասում է շնորհակալ եմ շատ ճիշտ է մի հատ էլ այն Գոր Վարդյանի կինոների մեջից մի հատ սուտի դերասան կա ասում է դու ին վարչապետն ես ցավդ տանեմ այս Սաքուլի կա ինչ անունը ես էլ դերասան տղա եմ արա դու ինչն ես դերասան տղա նարկոմանի դեր չես տանում Գոր Վարդյանի կինոների մեջ ասենք քֆուրով մֆուրով բան ձեզնի ճիշտ դերասան դուք ասենք դուք էլ եք դերասան են լուրջ դերասաններն էլ են դերասան լավ դուք վատ եք լրիվ արա Եվ ամենավերջում ես ցանկանում եմ խոսել, ներողություն եմ խնդրում մի քիչ բորբոքվելու համար, շատ զգայուն թեմաներից ենք խոսում, մեր համար էլ է ցավալի, որ ասենք կարան այտենց մարդիկ, այտենց մարդուն 2 կոպեկի համար կամ ինչ-որ շահի համար, այտենց հետև մտնեն ու քծնեն։ Իմ համար անկեղծ որպես հայ ամոթ է, որ այն աշխարհահռչակ մարդիկ, ում համար մենք ապրումներ ենք ունեցել Լուսադեմ 5-ին 6-ին չենք քնել, բալետ ենք արել, որ կրի, որ մեր երկրի դրոշը բարձրանա, ամբողջ աշխարհով տենան, այդ տղեկը դարել են հիմա, չգիտեմ, ասենք, տարյապկի պես բան էլի դռանդեմը գցելու, հա, եղած, յա չեղած, էլի, ամոթ չեք անում դու կարաբա։ Ուզում եմ խոսել այս նիկոլականների խոսույթից, ասենք, այսօր արթնացա եւ տեսա, որ ասում է ու առհասարակ դրանց խոսույթը էլի, ասենք Սամվել Կարապետյանին ասում են այդ կալուգացին, նիժնի տաբրցին, ման սենց բաներ են ասում, բայց ինքը նա եթիմն էր դե արյու մի ասա, որ օրինակ Փարիզի հայը, կամ Ամստերդամի հայը, կամ Թիֆլիսի հայը, ասում եք Սփյուռքա հայ, օրինակ որ մարդը նիժնի տաբրից հա, կամ խոսքի չգիտեմ, կալուգայից, ասում եք կալուգայի գեղի հայ, հա, կամ Այ անասուն դե արի ու մի ասա Նիկոլ ուղիղ քո հետ եմ դու անասուն ես հասկանում ես դու նիժնի տաբրի գեղեր ես ասում չհասկանալով որ ասենք 10 օր առաջ Պուտինի մոտ է իրեն նախքին ասած այտենց ռուսական տարածքները որ արհամարանքով այտենց բաներով ես ասում այ դրա համար է ինքը ճապացնում քո երեսին այ դրա համար է ինքը քեզ այտենց պատասխաններ տալիս չի կարելի այտենց հզոր պետության աշխարհաքաղաքական աշխարհագրական տարածքները այտես ծաղրանքով ասել լինելով երկրի վարչապետ կամ այդ ինչ խոսալու ձև է բանը սախ տոշնիա նիժնի տաբրը կալուգա քեզ դու վարչապետ ես թե փողոցային ես չեմ հասկանում քեզ դու տեղերը խառնել ես սախ կարող գիտես ընդդիմադիր վախտերը Սամվել Ալեքսանյանից բիսետկում նստած ասենք չգիտեմ նարդի ես խաղում երկու հատ ձեն ես մուրում որ քեզ տան դու երկրի ղեկավար ես ամոթ է մի քիչ հասկացանք որ մակարդակը չի ներում հասկացանք որ այդ ոսկի ատամներ բան պպզած պիվա խմել կուկուրուզ ուտելնա հոգի հարազատ իծանե քեզ բայց մի քիչ քեզ վարչապետի պես պահի գոնե Հայաստանի Հանրապետության վարչապետն ես հայերեն բառերով խոսա այդ օրինակ տեսակ չգիտեմ Սամվել Կարապետյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ բազմաթիվ հարցազրույցներ են այսքանի օրերի ընթացքում տվել մարդիկ նորմալ հայերենով գրական ակուրատնի իհարկե Ռոբերտ Քոչարյանի ռուսերեն հարցազրույցը մի կողմ դրած դրա մասին չեմ խոսում մեր երկրում տված հարցազրույց ով է քոպես խուլիգանի պես իրան պահում ով է քոպես արտ երկրի բարեր արտաբերում մեզ մեղադրում եք ռուսական
ռուսներին պաշտպանելու մեջ դուք սաղորը ռուսերենով խոսում եք հայոց լեզուն չհարգելով գնում եք Ռուսաստան ում հետևը պետքա ոնց պետքա մտնում եք գալի մեզ ասում եք դուք ռուսի ագենտ եք այդ տենց ոնց է ալնում տենց բան կարա լինի ու ամենավերջում ես ցանկանում եմ խոսել այն երևույթներից որ դուք անընդհատ խոսում եք որ ընդդիմությունը ընտրակաշառք է տալիս որ իմանաք զանգեք մեզ բանմա սիրելի հայրենակիցներ իրանք էլ են տալիս ոչ թե ասում եմ իրանք էլ են տալիս նշանակում անդիմությունն էլ է տալիս ես հիմա չունեմ ոչ փաստեր ոչ ասում եմ որ տալիս եմ բայց այսինքն ձեր կարծիքով որ նիկոլական շտաբի պետը կամ նիկոլենք ինչ որ մեկի կաշառք տան կամ փող տան կամ հերախոսով բան խոսան այդ դիպտի նիկոլենք բռնեն ոնց որ մնացած ընդդիմադիրներին են գցում ասենք համացած իրանցն է գցել պարզ չի որ իրանք կոծկելու են դա չեն գցելու որտեվ իրանք իշխանության են հետեւաբար ուզում եմ ասեմ որ մի քիչ բակերում փողոցներում Նիկոլի համար ձեն բերողների հետ շփվեք, չնայած վստահ եմ որ շփվում եք, կհասկանաք, այս երկրում ով է, ինչի համար փող տալի, խի փող տալի, ինչ են առաջարկում, ինչի դիմաց, բայց էլի եմ ասում, որ քնչականը, ոստիկանությունը եւ մնացած իմ հետևից չգան, ես բացարձակ տենց օրինակ չգիտեմ։ Վերլուծելով ասում եմ, որ օրինակ նիկոլականները կաշառք տան ինչ որ մեկի, դուք արդար մարդիկ չեք, դա չեք գցելու տելեգրամյան ալիքներով այդ խոսակցությունները, որ մեր հայրենակիցները իմանան, որ նաև իշխող քաղաքական ուժի մոտ կա տենց խնդիրներ։ Հետևաբար ես մեր հայրենակիցներին նախ ուզում եմ ասեմ, որ ձեր ամեն մեկի ցանկացած ձայնը պետքա պողպատի նման հաստատակամ լինի, դուք յուրաքանչյուրդ պարտավոր եք գնալ ընտրության ու ընտրություն կատարել հանուն Հայաստանի Հանրապետության եւ առհասարակ 21-րդ դարու չգիտեմ ձենի համար գումար տալես անել դա ամոթ բան է դա ամոթ է այն մարդուն ով իր ձայնը կվաճառի հասկանում եք որովհետեւ դուք ո մարմնա վաճառ չեք որ ձեր ձայնը վաճառեք չգիտեմ ձեր ապագան ձեր երեխուն ձեր կնգան վաճառեք հա ով շատ փող տա չէ դուք պետքա հասկանաք որ ով ինչքան է գումար տա ինչը առաջարկի պետքա գնաք ու Նիկոլի դեմ քվյարկեք որովհետեւ Նիկոլն է այս երկիրը կործանողը ու այս երկրի թշնամին շնորհակալ եմ